խոսենք բաների հետ, փաթեթներ, գներ եւ այլն, մենք էլ ինչ որ փոքր մասնակցություն ունենանք սուբսիդավորման եւ այլն եւ գնանք առաջ։ Մենք ապահովված ենք, այնտեղ կա մինիմալ Հիմա ասենք այդ փոթ ինքը մինիմալ չափ կա, որը մեր վնասը դեպքում մեր իրիգացիոն հատվածներ, այստեղ ավտոմատացված Հիմա ինչն ենք ինչն է նորը։ Նոր բանն եմ ուզում տենա։ Ես չեմ եղել նախկինում ստեղ, չեմ եղել։ Աննան ա եղել, հա։ Սա են նոր ձեր ժամանակով կառուցված են։ Էս 19 թվականին։ Հա չէ, գիտեմ, չէ, ես նկատի ունեմ նոր էլի։ Նախորդ տարի, այս տարի։ Մոտենանք բանկանին ինչև հասնելը ինքը բելգիական արտադրության սարքավորումները, որոնք լրիվ ավտոմատացված առանց աշխատողի հետ միջամտության ինքը աշխատում է ամբողջ ջերմոցի տարածքում։ Ինչ անում ջրում, հա։ Սնկային հիվանդությունների կանխարգելման համար, որը վերում է նրան, որ հետագա պայքարից քիմիա եւ այլն ուսապում է։ Ուլտրամանուշակական լրիվ ինքը օրգանիկ, ասենք բիո տարբերակով պաշտպանություն է ու շատ կարևոր է Հայաստան Հանրապետությունում առաջինը մեր մոտ է։ Լավ։ Մի թուփը ինչքան է մնում։ Մի թուփը ինչքան է մնում։ Թուփը մեկ տարի, այս թուփերը մեկ տարի են մնում։ Մենք բազմաբեր են, անընդհատ բերք են տալիս։ Հիմա դուք երբ եք սկսելու հովացնել։ Փոխելը։ Չէ, նկատում եմ տարածքը, որ արդեն շոքա պետք է հովացնել։ Երբ որ արևները սկսվի, ճիշտ ասած, այս տարի մի քիչ երկար է, այս անձրևի եղանակները, սպասենք որ ռոբոտի աշխատանքը ինքը։ Ուր է ռոբոտը։ Այդ տեխնոլոգիան է։ Հա։ Արդյոք ինքը Ուլտրամանուշակագույն Ստեյց կտեսնենք, բայց թե առաջ գնանք։ Հա։ Հա, հետաքրքիր է։ Ինչ անում կներեք, էլի որ արդեն սնկային հիվանդությունների կանխարգելումը։ Ուլտրամանուշակագույն լույսի միջոցով։ Գիշերն է աշխատում, Էսը գիշերվա Այ աշխատանքն է, քեզ որ լույսով ավելի լավ է երևում էլի։ Ինքը ինչ որ ժամի միացնում ենք, ինքը ամբողջ ձեռնոցներ շփոթվում է առանց մեր միջամտության։ Դաչիկները տեղադրված են։ Անդե ցույց տա, Դավիթ, այն ցույց տա։ Այ քեզ բան։ Արդեն դրել եմ, թե որտեղ է սկիզբը, որտեղ է վերջը, դաչիկներով այդպես է աշխատելու, բայց ամբողջ ջերմոցի երկայնքով հնարավոր է կիրառել։ Շատ լավ է։ Այս լիզինգի ծրագրով աճա։ Այո, ագրոպարնային լիզինգի ծրագրով եւ սա են ձեռք բերել։ Հա, լիզինգի ծրագրով մենք տոկոսն ենք սուբսիդավորում, Այո, թե մենք 10%-ը սուբսիդավորում։ սարքում ենք ինչքան։ Եթե բանկերը տրամադրում են 14%-ով, ապա 4% է լինում դրամային, եթե տրամադրում են 12-ով 2%, բայց նաև մենք արտարժույթի Էս կողմ եք։ մենք արտարժույթի դեպքում 6% ենք սուբսիդավորում, որ որոշ դեպքերում 0 է դառնում։ Հա, հələ նայ։ Այ քեզ բան։ Իսկ ընդհանրապես սնկային հիվանդությունները ամենատարածվածն են։ Ուրիշ էլ ինչ հիվանդություններ կան։ Տրիպսն է, դա վնասատու որպես։ Հա։ Հիմա սա դրանց վրա չի ազդում, մենակ չի ազդում, տրիպսի դեմ այս հակակները բիոաներն ենք, որ օգտագործում ենք հիմնականում Ռուսաստանի հետ կապված խնդիրներն է տրիպսի։ Դե ասենք գյուղատնտեսություն, սա կոչվում է գյուղատնտեսություն, էլի, որ ասում եմ մենք մեր իմացած գյուղատնտեսությունը արդեն կամած էլ չի լինելու, նաև էս նկատում եմ։ Եվ նաև ձեռք ենք բերել էլի լիզինգի ծրագրով ավտոմատ սրսկիչ համակարգ,
Այն նույն մեքենայից չի։ Նույն ֆիրման է։ Հա, բայց արդեն վրան ուրիշ բան է Մենք դրած։ կարող ենք մոտենալ արդեն։ Հա, եթե կարելի է նայենք էլի։ Պարոն վարչապետ, նաև կազմակերպությունը հիմնել է այստեղ 1.4 Հա, հեկտար հասկացա։ հատապտղանոց։ Հասկացա, հեսա բաները։ Ամբողջ sense մեծ լայնքով շատ արագ էլի ավտոմատ գնում է։ Այսինքն բուժումները ինքը ամբողջ անում։ Այսինքն Այսինքն դուք կարող եք միացնել գնալ տուն համոզված լինելով, որ ինքը կանի, հա։ այս մեքենան գնում գալիս է պետքա տեղափոխել։ Իսկ ռոբոտը թողնում ենք ինքը անում է այդ բանը։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Անցած տարի եք ձեռք բերել։ Անցած տարի ենք ձեռք բերել, բայց ռեալ այս տարվանից ենք աշխատասել։ Դե շնորհավոր։ Շատ շնորհակալ։ Շնորհավոր, հաջողություն լինի։ Վարչապետ, նաև կազմակերպությունը հիմնել է 1.5 հեկտար հատապտղանոց։ Դա ինչ նշանակում։ Մեր էլի ինտենսիվ ագրարության ծրագրի շրջանակում են հիմնել, բայց Հատապտղանոց ասելով ինչ ենք նկատի ունենում։ օրինակ մոշի ինտենսիվ այգիներ։ Հա, մոշ, այսինքն բացի ելակից նաև, բայց արդեն բաց դաշտում է, ահա, բաց գրունտում է եւ ինչի համար եմ սա հատուկ նշում, որ այս կարծրատիպ կա, որ Շիրակի մարզում ինչ որ հատուկ տեսակի միայն մշակաբույսեր են պատմականորեն, որը մշակվել է, միայն դրանք են հնարավոր արտադրել եւ ինտենսիվ այգիների ծրագիրը օրինակ Շիրակի մարզում շատ քիչ է այս պահին տարածվածություն ունի։ Կարծում ենք, որ նաեւ բնության փոփոխությամբ, կլիմայի փոփոխությամբ այս տարածաշրջանը նույնպես շատ մեծ պոտենցիալ ունի, որպեսզի այգիները այստեղ նույնպես հիմնվեն։ այո։ Դե հիմա այո, փոխվում է կլիման, նոր հնարավորություններ են բացվում։ Տեխնոլոգիաները զարգանում ավելի հնարավոր են դարձնում անկախ կլիմայական պայմաններից, պարոն վարչապետ։ Հիմա քանի տոկոսն է ձեր արտադրանքի այս չափերի մոտավորապես։ Այդ չափերի այս պահին 30%-ը է։ Համով է շատ։ Փորձեք հարգելի գործընկերներ։ Բայց էս էլ է ձեր արտադրանքը։ Ես էլ ապագայի հետ կապված այսպես Դա ինչ է մուրաբա է, թե։ մուրաբայա։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Շատ լավ։ Սիմվոլիկ կարող եմ բաժակ Ինչ։ ասենք սիմվոլիկ Կբարձրացնենք, ոչ մի խնդիր չկա։ Շատ համով է։ Հիմա միջայլոց ասեմ, Հայաստանում շատ լավ համով ելակ կա, բայց մեկ-մեկ ասեմ, շատ անհամներն են պատահում, չեմ հասկանում ինչն է պատճառը։ սորտն է եւ Մշակման տեխնոլոգիան է։ Հենց էլ ասում։ Այնպես չի որ մեր մոդել է լինում որ անհամելի։ Բա ինչի՞ց է լինում։ Նաև եղանակից է լինում։ Հա։ Լինում է որ կառնում է, բայց ամեն ինչ խաղացություն Սովորեն բան վարչում, որ աշխանը ելակը պիտի համով լինի, բայց այս Բայց դա բան դաշտի մասին ենք, չէ՞ ասում։ Քիչ լցրեք ինձ, շատ քիչ, որտեվ չեմ խմելու, չխտցնելու եմ։ Հերիքա Դե շնորհավորում եմ, հաջողություններ եմ մաղթում։ Բա ուրա այլով ունի բաժակ։ Պարոն վարչապետ։ արագ լցրեք։ Քիչ ամեն լցրու, արագ գնա։ Շնորհավոր։ Շնորհավոր կառույց։ Բարոն Ավետյանիկը Ես աստեղ կոնյակի բաժակ։ Շնորհավորում եմ, հաջողություններ եմ մաղթում։ Լավ եղեք, ամենայն բարիք։ Դե կերանք, հերիքա։ Մի հատ էլ լավ։ Մի հատ էլ ճանապարհին ուտելով գնանք։ Հաջան։ Մեր աղջիկները ընդմեն նկարվեն, ծանոթանան։ Մարտին ու Գաբրիելա։ Ուրախ եմ շատ։ Նկարվենք, հա։ Հաճույքով։ Եկեք։
Շուտ կանգնել, աննաճ։ Պարոն վարչապետից դրոշ ուզելու եք։ Էլի կա։ Դուր։ Ես քեզ բարև եղբայր։ Ինչ անունդ։ Արեք։ Ապրես արեք։ Մերսի։ Ինչ անունդ։ Խաչատո։ Ուրախ եմ Խաչատուր։ Ես էլ քեզ։ Գնաց։ Ես եմ շնորհակալ։ Հատապտղանոցը ինչքան է բերք տալիս։ Տարի քանի անգամ է բերք տալիս։ Մի անգամ է տալիս։ Մի անգամ է տալիս, հա։ Չենք հասցնում երկրորդ բերք տալակ ընկել, Եղանակի պատճառով։ բայց մենք բանենք ոչ։ Նույնն էլ վերաբերում է, իմիջայլոց ասեմ, մոշն է շատ լավ ստացվում Հայաստանում։ Բանը ազնվամորի մալինան էլի լնումա, որ հələ որակական խնդիր ունենք, բայց մոշը լավն է, մոշը շատ լավն է։ Մեզ լավ է ստացվում, պարոն վարչապետ, ուղղակի արտահանումը մեքենայով, ավտոտրանսպորտով չի դիմանում, ասենց ասել։ Հա մոշը նուրբ է, չէ՞։ Մենք ավիա ենք ստիպված անում, բայց մարդատար։ Հիմա եթե ծավալներ ձևավորվեն, մենք այդտեղ էլ կարող ենք աջակցության ծրագիր անել, օդային տրանսպորտով արտահանումը ապահովելու համար, որովհետև դա արագ է, մասնավորապես ասենք այն ինչ որ շատ արագ է փչացող մոշը կանաչին է լինում, դե եթե մեր ջերմոցներում սկսել են կանաչի աճեցնել, այդ նշանակում է շուկայական առումով ձեռնտու է, այսինքն արտահանում են հիմնականում, այդ էլ կարող ենք մտածել։ Լավ փոխվարչապետ, պարոն Խուդացյան, մի հատ հələ հասկանանք էլ այդ բեռնափոխադրող ավիացիայի հատվածում մենք ինչ պլաններ ունենք, մեր ընկերությունները ինչ պլաններ ունեն։ Որովհետև այդտեղ կարծում եմ այդտեղ էլ կարանք աջակցության ծրագրեր անենք, գները բերենք ճիշտ մակարդակի, որ արտադրողներին ձեռնտու լինի։ Հիմա Հայաստանական կառավարությունը շատ լավ գյուղատնտեսության զարգացմանը խթան տվել ու կա մեծ ներուժ։ Դրա համար Իսկ կներեք, այդտեղ տարածք ունեք հետագա ընդլայնման համար, հող ունեք։ Շատ լավ, կարևորն է դա։ հիմա իրացման process-ը արդեն Ջուրը ջրի հասցնել։ Պարոն Խաչատրյան, ասում եմ, որ մենք կարող ենք մեր ավիա ընկերությունների հետ խոսել, հատ իրանց պլաններն էլ հասկանալ, մեր պլաններն է կիսել, որ եթե ծավալներ ձևավորվում են արտահանման առումով, մենք կարող ենք աջակցության ծրագրեր անել տարբեր ուղղություններով, Եվրամիության մեր գործընկերների հետ էլ խոսենք, տեսնենք իրանք ինչով կարող են աջակցել, որովհետև իմ կարծիքով արդեն այս արտադրանքը արդեն կարող ենք, էլի մենք բան ունենք, հետո ծավալի խնդրի առաջ ենք կանգնելու, այդ էլ հնդածս կարելի է, այստեղ օրինակ վարդի շուկայում մենք ինչ խնդրի ենք, մենք հասկանում ենք, որ վարդի շուկայում շատ մեծ հնարավորություններ ունենք, եթե կարողանանք մեր արտադրողներին համոզել, որ իրանք միանան, որովհետև մեր մեծագույն խնդիրը արդեն որակի հարցը շատ տեղերում լուծել ենք, ծավալի հարցը չենք կարողանում լուծել, որովհետև ասում են, այս ինչ լավն է, դե տվեք են, ասում են թիպ, որը Հայաստանի մի տարվա արտադրանքն է, բայց մենք պետք է այդ մարտահրավեր ընդունենք, որ ծավալներն էլ աճեն, որովհետև այսքան նույն արտադրանքը ինքնարժեքը ծավալի ընդլայնման արդյունքում նաև կնվազի եւ մրցունակությունը։ Հիմա մենք պետք է կայացած ընկերությունների հետ այս ուղղությամբ աշխատենք։ Առաջինը գործընկերություն, փորձենք իրանք համախմբվեն, որտեղ միասնական ինչ որ բրենդինգ ձևավորել մասնավորապես, որ մեծ ծավալով հնարավոր է լինի տալ։ Սենց բաների շուրջ արդեն պետք է մտածենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Շնորհակալ եմ։ Գալիս եք, դե առայժմ։ Քեզ էլ եմ հրաժեշտ տան։ Երիտասարդները Ռոստովից էին եկել, իմացել են որ դուք եկել եք ուզում են ձեր նկարվել։ Թողան նկարվեն։ Լեոն թողան նկարվեն։ Եկեք եղբայր, ով է նկարվում, եկեք։ Թողան։ Հա։ Եկեք եղբայր։ Բարև ձեզ։ Լավ եք։